Բարև ձեզ, ինձ թափեսի այս թողարկմանը դիտեք։ Ամենայն հայոց կաթողիկոսը հայկական դիմադրության խորհրդանիշ։ Ինչպես Փաշինյանին միացած 10 եպիսկոպոսները ձախողեցին Մայրաթորի վրա գրոհի փորձը։ Ահազանգ Եվրամիությունը միջամտում է Հայաստանի ներքին գործերին, ինչու է Փաշինյանը խորհրդանական ընտրություններից առաջ օգնություն խնդրել եվրոպացիներից։ Իրենք հասկանում են, որ մի օրվա մեջ, եթե իրենք իշխանությունը զրկվեն, կարող են խիստ խնդրալույս իրավիճակներ ստեղծվել։ Փաշինյանը չի խնայում նույնիսկ ամենահավատարիմ թիմակցին, ինչու եւ ում պատճառով է Հայկ Սարգսյանը դուրս մնացել իշխող ուժի նախընտրական ցուցակից։ Ես իմ գործունեությամբ ճակատներում ես ցավացրել եմ որոշ մարդկանց։ Նիկոլ Փաշինյանն ու նրան միացած 10 եպիսկոպոսները ձախողեցին հայ առաքելական եկեղեցու ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II դեմ այս շաբաթ ծրագրած գրոհը։ Բայց դրա մասին մի փոքր ուշ նախ ներկայացնենք, թե այդ ինչ գրոհ էր Փաշինյանը 10 եպիսկոպոսների միջոցով ծրագրել Մայրաթորի վրա։ Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների անունից դեկտեմբերի 17-ին հայտարարություն էր տարածվել, որում նրանք դեկտեմբերի 18-ին ժամը 17:00-ին իրենց հոգևոր եղբայրներին եւ հավատավոր ժողովրդին կոչ էին անում միանալ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին իրենց ձևակերպմամբ հանգստի կոչելու արդար պահանջին։ Միաժամանակ կամք դրսևորել, միանալ մեզ եւ ձեր արդար բողոքի ձայնը բարձրացնել եկեղեցու վարկն ու հեղինակությունը միտումնավոր ոչնչացման տանող այս կործանարար հակականոնական ընթացքի դեմ իսպառ մերժելով հայ եկեղեցին օտարի շահերին ծառայեցնելու բոլոր տեսակի ձիգերն ու ջանքերը։ Սոցցանցերում տարածված այս հայտարարությունից հետո աղմուկ էր բարձրացել, որ հակաեկեղեցական արշավ նախաձեռնած Փաշինյանը ու նրան միացած եպիսկոպոսները գրոհ են կազմակերպում Մայրաթորի վրա։ Վաղը վարչակազմը պլանավորել է հարձակվել Մայրաթորի վրա։ Տիրադավները գրոհում են Մայրաթորի վրա, վաղը ժամ են նշանակել, հրեշը բախումներ է ուզում։ Եկեղեցականներին է իրար դեմ բախման տանելու արյուն հանի, անուղեղներ։ Մայրաթորի վրա հարձակվելու կոչ անող տիրադավները Ղզիկ Սաֆարովի մակարդակին բարձրանալու համար 1000 կյանք պիտի ապրեն, այսքանը։ Ինչ է անում Նիկոլը։ Կոտրված հոգևորականների միջոցով ցանկանում է կաթողիկոսի հարցը լուծել, պատասխանատվությունը մի կողմից նրանց վրա դնելով եւ նրանց ել ավելի փչացնելով, մյուս կողմից առավել խորացնելով եւ իբր լեգիտիմացնելով եկեղեցու բարեփոխման իր քայլերը, միաժամանակ մեծացնելով այդ խմբակի ամեն առումով կախվածությունը իրենից նաեւ հետագայում։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին հանգստի կոչելու պահանջին միանալու 10 եպիսկոպոսների հայտարարությունից հետո Արագածոտնի թեմը, որի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը 2 ամիս է կալանավորված է հակաեկեղեցական արշավի շրջանակում, հայտարարեցին, որ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի եւ տեղի կունենա Մայրաթոր Սուրբ Էջմիածնում դեկտեմբերի 18-ին ժամը 17:00-ին։ Ճիշտ այն նույն օրն ու ժամին, ինչ 10 եպիսկոպոսներն էին հրավիրել Մայրաթոր։ Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը միասնական ժամերգությանը, միասին աղոթենք անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, ազատազրկված եւ գերեվարված զավակների եւ մեր Սուրբ եկեղեցու անսասանության համար։ Այս հայտարարությունից հետո ընդդիմադիրները կոչ արեցին մասնակցել Մայրաթորում կայանալիք միասնական ժամերգությանը։ Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ներկա գտնվել հոգևոր եւ արժեքային խորհուրդ պարունակող այդ միջոցառմանը։ Միասնաբար պաշտպանենք հայ առաքելական Սուրբ եկեղեցին ներքին ու արտաքին թշնամիներից։ Վաղը ժամը 15:30-ին լինելու եմ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ի աջակցություն հայ առաքելական Սուրբ եկեղեցու։ Վաղը ժամը 15:30-ից սկսած լինենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնում մեր աջակցությունը հայտնելով ամենայն հայոց վեհափառին եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցուն։ Լինելու ենք այնտեղ հավատավոր ժողովրդի հետ եւ փորձելու ենք ամեն ինչ անել, որ այս օրը, որ նրանք ուզում են սարքեն ամոթի օր, դառնա տոն
համերաշխության տոն։ Ընդդիմադիրների կոչից ակնհայտորեն խուճապի մեջ էր հայտնվել իշխանությունը եւ փորձում էր ընդդիմությանը մեղադրել եկեղեցու ներքին գործերին միջամտելու մեջ։ Փաշինյանի իշխանությունը, որը 7 ամիս է ամենօրյա ռեժիմով սահմանադրությունը ոտնահարելով միջամտում է եկեղեցու ներքին գործերին, եկեղեցու կանոններին հակառակ պատարակներ կազմակերպում, մտնում այս կամ այն հոգևորականի անկողինը, այսօր խոսում է ընդդիմության կողմից եկեղեցու գործերին միջամտելու մասին։ Նրանք այսօր առաքելություն ունեն փրկելու Կտրիչ Ներսիսյանին, Շարքային Ռայանին, բայց անունը դնում են փրկում են եկեղեցին, ազգային արժեքը վտանգված է պաթոսային կարգախոսով։ Մայրաթորում նախատեսված հավաքին ընդառաջ ներքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում կոչ էր արել զերծ մնալ հակաիրավական եւ սադրիչ գործողություններից։ Ոստիկանությունն իրականացնելու է օրենքով իրեն վերապահված գործառույթները, պահպանելով հասարակական կարգը եւ ապահովելով բոլոր քաղաքացիների անվտանգությունը, հակաօրինական ցանկացած դրսևորում արժանանալու է համապատասխան քրեաիրավական գնահատականի։ Զգաստության եւ աղոթքի կոչ էր արել նաեւ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Մայրաթորը զգաստության կոչ է ուղում վտանգաշատ հավաքին, նախաձեռնությունը ստանձնած սրբազան հայրերին, պետք է դրսևորել պատասխանատվություն զերծ պահելու ժողովրդին աղետաբեր հուզումներից եւ գործել բացառապես եկեղեցու կանոնական ընթացակարգերով, հարկ չկա շահարկելու ժողովրդի նվիրական զգացումները եւ հայտնի կեղծ օրակարգով հակառակություններ սերմանել եկեղեցու բարեպաշտ զավակների մեջ, խաթարելով հայոց հոգևոր կենտրոնի խաղաղությունն ու աղոթական միջավայրը։ Կեսօրից հետո արդեն ներքին գործերի նախարարությունը մեծաթիվ ոստիկանական ուժեր էր կենտրոնացրել Մայրաթորում։ Ի աջակցություն հայ առաքելական եկեղեցու եւ ժամերգությանը մասնակցելու նպատակով կեսօրից հետո հավատավորների հոծ բազմություն էր Էջմիածնի մայրտաճարում։ Վեհափար վանկարկող հավատավոր ժողովուրդը սպասում էր ամենայն հայոց կաթողիկոսին Գարեգին II-ին, որը մասնակցելու էր ժամերգությանը։ Քիչ անց Գարեգին II-ը հոգևորականների ուղեկցությամբ եկեղեցու զանգերի ներքո մտավ մայրտաճար։ Մայրտաճարում միասնական ժամերգության ժամանակ Գարեգին II-ը ողջունելով հավատավոր եւ բարեպաշտ ժողովրդին հայտարարեց. Սուրբ Էջմիածնի հանդեպ ոտնձգության հերթական փորձը կատարվեց այսօր։ Ցավոք, նաեւ մեր որոշ եկեղեցականների միջոցով, սակայն հավատավոր մեր ժողովրդի զավակները մնում են աներեր եւ աներկյուղ։ Այս աղմուկը, որ բարձրացվում է եկեղեցում, երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր եկեղեցու պայծառության եւ մեր երկրի շինության համար։ Ամենայն հայոց կաթողիկոսը դիմեց նաեւ Փաշինյանի ճնշմամբ իր հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսներին։ Հոգևոր ասպարեզում արկա խնդիրները լուծվում են եկեղեցական կանոնական ընթացքներով եւ ոչ առանցին խմբերի պարտադրանքներով կամ հակականոնական քայլերով։ Հորդորում ենք վերադառնալ կանոնական դաշտ, գործել միայն մեր Սուրբ եկեղեցու նվիրական կարգած համաձայն, իսեր մեր ժողովրդի եւ հայրենյաց։ Տիրադավ հռչակված 10 եպիսկոպոսները, որ միացել են Փաշինյանի հակաեկեղեցական արշավին, երկար ժամանակ չէին երևում մայրտաճարի տարածքում։ Նրանք ըստ տեղեկությունների փակվել էին Սուրբ Գայանե եկեղեցու փակ տարածքներից մեկում եւ դուրս չէին գալիս։ Ու միայն մայրտաճարում կաթողիկոսի ելույթի ժամանակ նրանցից մի քանիսը ԱԱԾ հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ գնացին մայրտաճարի ուղղությամբ։
Փաշինյանին հավատարմության երթում տված 10 եպիսկոպոսների ակցիան, որին նույնիսկ ամբողջ կազմով չէին մասնակցում, բառացիորեն տևեց մի քանի րոպե։ Նրանք հայտարարեցին, որ կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել քարտուղարություն։ Հուդա դավաճաններ, վանկարկումներն այնքան բարձր էին լսվում, որ խլեցնում էին եպիսկոպոսների հայտարարությունը։ Մեր հետագա գործողությունները պայմանավորված է կտրիչ Ներսիսյանի որոշմամբ, թե այդ թուղթը կարդալուց հետո ինքը ինչ որոշում կկայացնի, կհեռանա, թե կմնա, ըստ այդմ մենք էլ կհասկանանք մեր գործողությունները, հետևաբար ինչի համար որ եկել ենք այստեղ, թուղթը նրան փոխանցելու, որ նա ծանոթանա հայ ժողովրդի ցանկությանը եւ այդ ժողովրդին առաջնորդող եպիսկոպոսների ցանկությանը ամբողջությամբ կատարված է։ Այս եպիսկոպոսները, որ նույնիսկ չէին համարձակվել առանց ոստիկանության եւ ԱԱԾ աշխատակիցների ուղեկցության հայտնվել Մայրաթորում հավաքված քաղաքացիների մեջ, իրենց հայտարարությունը կարդալուց հետո արագ հեռացան։ Տարածքից։ Ահա տեսեք։ Սոցցանցերում ծաղրում էին Փաշինյանին միացած հոգևորականներին, որ տապալեցին իրենց իսկ նախաձեռնությունը։ Գարեգին երկրորդի պարագայում կճոս Բենտլի էր քշում։ Նիկոլի ձեռը դարավ գազելի ապրանք։ Բադա քեզ պետք էր կճո ջան։ Սարի պես տղա էր, դարար ռագատքի քար։ Իսկ գազել, որ նստացրին, վերջում ասեցին, ստացածա կիչնեք։ Նավասարդ Կճոյանը պայքարում էր Բենտլիի համար, բայց վերջում գազելով գնաց տուն։ Արքեեպիսկոպոսը, ով չվաճառեց իր Բենտլին։ 10 եպիսկոպոսների մայր տաճար գալու ժամանակ իրավիճակը մի պահ լարվել էր։ Ժամերգության ժամանակ փակվեցին անգամ տաճարի դռները։ Իշխանական սադրիչների մեջ էր նաև Թալինի ՔՊԱ-ական համայնքապետ Տավրոս Սափեյանը։ Լարված իրավիճակի ժամանակ Մայրաթորի բակում վատացել էր Տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը։ Նա հոսպիտալացվել է, նրա սիրտը ստենտավորել են։ Գնացեք այն կողմիցը։ Վերայրը այդ կողմիցը վերցրեք, սպասի։ Մեկ, երկու, երեք։ Արցացեք մի քիչ վերեք։ Մայր տաճարում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ հավատավոր ժողովուրդը կարողացավ կանխել իշխանությունների գրոհը Մայր տաճարի վրա։ Դժվար ժամանակները ծնում են ուժեղ մարդկանց։ Վեհափառը մեր աչքի առաջ դարձավ երկնային հզոր պաշտպան ու պահապան։ Այսպիսի սարսափելի ճնշման ամեն մեկը չէր դիմանա, գերադասելով ձեռքերը լվանալ ու ինչ որ պատճառաբանությամբ թռնել։ Աստիճանաբար գուցե նաև իր կամքից անկախ ամենայն հայոց հայրապետը դառնում է հայկական դիմադրության խորհրդանիշը։ Այսօր նրա ու մեր եկեղեցու շուրջ միավորված էր ամբողջ քաղաքական դաշտը, հասարակության տարբեր շերտերը։ Սա համագործակցություն էր կոնկրետ օրակարգի շուրջ ու սա ամենակարևորն է։ Այսօր վարչակարգը պարտվեց եւ հանրությունից ապտակ ստացավ։ Նույնիսկ վարչակարգի ադմինիստրատիվ ռեսուրսները չբավարարեցին ջարդել ի պաշտպանություն եկեղեցու հանրության աջակցությունը։ Նիկոլի ֆիասկոն էր, խայտառակեց իր արքեպիսկոպոսներին, ստորացրեց կրկեսով տիրադավերին։ Ժամերգությունից հետո Մայրաթորում տեղի է ունեցել նաև Գերագույն հոգևոր խորհրդի նիստ։ Հաղորդվել է, որ Վեհափառ հայրապետը Գերագույն հոգևոր խորհրդի կանոնադրության համաձայն կատարել է խորհրդի կազմի անդամների փոփոխություն։ Գերագույն հոգևոր խորհրդի կազմից դուրս են եկել Աբրահամ Սրբազանը, Գևորգ Սրբազանը եւ Վազգեն Սրբազանը։ Մայրաթորի տեղեկատվական համակարգից մանրամասներ հայտնեցին նաև Գերագույն հոգևոր խորհրդի ժողովից, հայտարարելով, որ խորհրդի հայաստանաբնակ անդամները ժողովին անդրադարձել են Մայրաթորի նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին, 10 եպիսկոպոսների ծուռ ընթացքին եւ դրա պառակտիչ հետևանքներին, եկեղեցու շուրջ տիրող իրավիճակի հաղթահարման ուղիներին։ Ըստ Մայրաթորի տեղեկատվական համակարգի Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտել է իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները հայոց եկեղեցու ներքին կյանքին,
անկանոնական դրույթներին, ինչը հակասում է Հայաստանի սահմանադրությանը, վիրավորում ժողովրդի կրոնական ապրումները, ոտնահարում հայոց եկեղեցու իրավունքները եւ դարերով նվիրագործված ավանդույթները։ Անդրադառնալով 10 եպիսկոպոսներին Գերագույն հոգևոր խորհուրդը մտահոգություն է հայտնել նրանց ворթեգրած պարակտիչ կեցվածքի առնչությամբ, այն դիտարկելով իբրև խախտում նրանց հոգևոր ուխտի եւ հարված եկեղեցու միասնականությանը։ Գերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի նկատեց նաեւ եպիսկոպոսների բարձրաձայնած անհիմն մեղադրանքները եւ դրանց արծարծման կերպերը, կարևորելով, որ նրանք հրաժարվեն պարտադրված հակականոնական օրակարգերից, վերադառնան Մայր եկեղեցու գիրկը առաջնորդվելով բացառապես եկեղեցական կանոնական ընթացակարգերով։ Թե որն է լինելու Փաշինյանի հաջորդ հակաեկեղեցական քայլը, նա դեռ չի հայտարարել։ Հայաստանի ընդդիմությունից ահազանգում են վտանգ կա, որ Եվրամիությունը կմիջամտի Հայաստանի ներքին գործերին։ Ահազանգը հնչեցնողը Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն է, ում մտահոգել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի դեկտեմբերի 15-ի այս հայտարարությունը։ Դուք գիտեք, որ Հայաստանում մյուս տարի ընտրություններ են եւ մենք պետք է տեսնենք, թե ինչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Հայերը դիմել են մեզ, խնդրելով արտաքին միջամտության դեմ պայքարում նույնպիսի աջակցություն ցուցաբերել, ինչպիսին մենք տրամադրել էինք Մոլդովային։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Եվրամիության պաշտոնյայի հայտարարությունը մեկնաբանել է որպես անկեղծ խոստովանություն։ Цинизм, конечно, это качество, которое все больше и больше. Ցինիզմը մի որակ է, որն ավելի ու ավելի ակնհայտ է դառնում արևմտյան քաղաքական գործիչների ելույթներում եւ գործողություններում։ Օրերս Տիկին Կայա Կալասը հրապարակավ հայտարարեց, որ Եվրամիությունը կօգնի Հայաստանին արտաքին միջամտության դեմ պայքարի համար, ինչպես արել են Մոլդովայում։ Սա անկեղծ խոստովանություն է, մեղքի խոստովանություն է։ Իսկ ինչ ճակերտավոր ասած աջակցություն էին եվրոպացիները ցուցաբերել Մոլդովային սեպտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից առաջ։ Այդ երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների նախաշեմին նախընտրական մրցավազքից հեռացրել էր Մոլդովայի սիրտ ընդդիմադիր կուսակցությանը։ Իսկ եվրոպացի անսկզբունք եւ բազմաստանդարտ չինովնիկները Մոլդովայի ընտրությունները համարեցին մրցակցային, զոռով պահելով գործող իշխանությանը։ Հիմա էսպրեսո մակիատոյի հայրենիքի Կայա Կալասը ուղիղ տեքստով ասում է, որ այդ սցենարը կկրկնեն Հայաստանում, ավելին իրենց այդ տեսակի օգնությամբ դիմել են ՔՊԱ-կանները։ Տեսեք, նրանք հայտարարում են, որ Հայաստանին ֆինանսապես աջակցում են հիբրիդային պատերազմների եւ սպառնալիքների դեմ պայքարելու համար, բայց իրականում 15 միլիոն եվրո են տրամադրում իշխանություններին, որը նրանց ձեռքում կվերածվի ֆինանսական եւ մեդիա ռեսուրսի իրենց ընդդիմախոսներին ճնշելու համար, ավելին, ավելի հեռու են գնում Հայաստանը համեմատելով Մոլդովայի հետ։ Մոլդովական օրինակով Հայաստանին օգնելու պատրաստակամություն հայտնող Կայա Կալասի հայտարարությունը Հայաստանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի գնահատմամբ Հայաստանի ներքին գործերին ուղիղ եւ անթաքույց միջամտություն է, որն ունի ըստ նրա հստակ քաղաքական նպատակներ։ Տարբեր պատրվակներով հող նախապատրաստել նախընտրական շրջանում ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունը սահմանափակելու, ճնշելու կամ չեզոքացնելու համար։ Ազդել Հայաստանի քաղաքացիների ընտրական կամքի եւ նախընտրությունների վրա։ Ընդդիմադիր պատգամավորը Եվրամիության պաշտոնյայի հայտարարությունը գնահատում է որպես ծայրահեղ վտանգավոր գործընթացի սկիզբ, որը կարող է լրջագույն հարված հասցնել Հայաստանի քաղաքական համակարգին։ Ուստի կոչ ենք անում Հայաստանի բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին հստակ եւ հրապարակային դիրքորոշում արտահայտել նման հայտարարությունների եւ գործընթացների վերաբերյալ, կանխելու մեր ներքին գործերին միջամտությունը, հնարավոր ճնշումները, բռնությունները եւ քաղաքացիների կամքի խեղաթյուրման փորձերը։ Հայաստանում իշխանության ձևավորման միակ սուբյեկտը հայ ժողովուրդն է եւ որևէ արտաքին միջամտություն ուղիղ հարված է մեր ինքնիշխանությանը։ Խորհրդարանական ընտրություններից կես տարի առաջ օգնության նպատակով Եվրամիությանը դիմելու Հայաստանի իշխանության խնդրանքը քննարկելու համար այս շաբաթ դեկտեմբերի 15-ին Հայաստանի արտգործնախարարը եվրոպացիների հրավերով մասնակցել էր Եվրամիության արտաքին գործերի նախարարների հետ նախաճաշի ձևաչափով քննարկմանը։ Հայաստանի արտգործնախարարությունը շատ մանրամասներ չի փոխանցել այդ հանդիպումից։ Արարատ Միրզոյանը եվրոպացի լրագրողներին ասել է, որ քննարկվել են նաև հիբրիդային սպառնալիքները, բայց առանց
նպատակեցնելու, թե որ երկրից կամ երկրներից են գալիս այդ սպառնալիքները։ Today in Foreign Affairs Council format Այսօր արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով, որը նախագահում էր բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, անդամ պետությունների հետ միասին մենք քննարկեցինք Հայաստան-ԵՄ գործընկերության բոլոր հիմնական ձեռքբերումները, տնտեսությունից եւ ավելի ամուր դիմակայությունից մինչեւ անվտանգության հետ կապված հարցեր, ներառյալ հիբրիդային սպառնալիքները եւ եվրոպական խաղաղության գործիքի ներքո տրամադրվող աջակցությունը։ Մենք անդրադարձանք բոլոր այն թեմաներին, որոնք ներկայումս շատ կարևոր են Հայաստանի եւ Եվրոպական միության միջև հարաբերություններում։ Մենք նաեւ գնահատեցինք վիզաների ազատականացման գործընթացում առաջընթացը, թեմա, որը շատ կարևոր է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար եւ Հայաստանը Եվրոպական միությանը ավելի մոտեցնելու տեսանկյունից։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանի կառավարության կողմից Եվրամիությանն ուղղված խնդրանքը մեկնաբանվեց որպես Փաշինյանի իշխանությունը պահպանելու, վերարտադրվելու խնդրանք եւ հակառուսական քայլ։ Ակնհայտ է, որ Հայաստանում էլեկտորալ հարցը իրականում վերածվել է իշխող ռեժիմի վերարտադրության ուղղված եւ երկրի ինքնիշխանության վրա տապանակարը ցեմենտելու ծրագրի։ Ավելի բացահայտ միջամտություն պետության ներքին գործերին դժվար է պատկերացնել։ Նա իրականում Եվրոպայից խնդրել է կատարվելիք զեղծարարությունների համար լեգիտիմություն, կարտ բլանշ, կոլխոզում այդ մասին լուր մնալու երթում։ Պետք է հասկանալ, որ այդ օգնությունը այս իշխանություններին տրամադրվելու է, քանզի Եվրոմիության համար ծայրահեղ կարևոր է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելը, Թուրքիան եւ Ադրբեջանին ուժեղացնելը, որպեսզի կենտրոնականացած էներգակիրները Եվրոպա հասնեն շրջանցելով Ռուսաստանը։ Փաշինյանի Եվրամիությանը օգնության խնդրանքով դիմելն ըստ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի սպասելի քայլ էր, քանի որ իշխանության վարկանիշը ցածր է եւ բարդ ընտրություններ են սպասվում, ինչը չի ենթադրում ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրություններ, իսկ դրա համար փող է պետք։ Հայաստանի իշխանությունները ունեն գոյաբանական եւ ֆիզիկական անվտանգության խնդիր այն իմաստով, որ իրենք հասկանում են, որ մի օրվա մեջ, եթե իրենք իշխանությունը զրկվեն, կարող են խիստ խնդրահարույց իրավիճակներ ստեղծվել նախ այն հանձնառությունների մասով, ինչի տակ իրանք մտել են, Արցախի հետ կապված, Հայաստանում իրավիճակի հետ կապված, Ադրբեջանի արչև հանձնառությունների հետ կապված, Եվրամիության առաջ ընդդեմ Ռուսաստանի հանձնառությունների հետ կապված, չէ՞ որ կա որոշակի փափուկ գործիքակազմ, դանդաղ աստիճանաբար ապառուսաֆիկացման, Ռուսաստանի հետ հարաբերությունների, այսպես փոփոխություն ոչ հօգուտ Հայաստան պետության։ Հետևաբար եվրոչինովնիկների այդպիսի հայտարարությունները լիովին տեղավորվում են այն աշխարհընկալման, քաղաքականության, անձնական շահերի, գործող իշխանության անձնական շահերի մեջ, ինչով իրենք ապրում են, գործում են։ Եվրամիությունից արդեն հայտարարել են, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ռուսաստանն ու իր արբանյակները ապատեղեկատվական արշավներ են իրականացնում եւ իրենք պատրաստակամություն են հայտնել Հայաստանի իշխանություններին գումար տալով օգնել, հայտնաբերել եւ արձագանքել նման ազդեցություններին։ Փաշինյանի կառավարությանը տրամադրվող Եվրամիության գումարի չափը 15 միլիոն եվրո է։ Իշխող ուժում քաղաքացիական պայմանագրում թեժ պայքար է ընթանում նախընտրական ցուցակում հայտնվելու համար։ Քասթինգն անցնում է բավական լարված մթնոլորտում։ Կուսակցության վարչությունը նախագահ Փաշինյանի գլխավորությամբ քննում է ինքնաառաջադրված թեկնածուներին եւ որոշում, թե ով է հայտնվելու 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների կառավարող ուժի նախընտրական ցուցակում։ Հատկապես վերջին օրերին Փաշինյանը Facebook-ում նմանօրինակ կարճ տեսանյութեր է հրապարակում եւ գրում, որ շարունակվում են քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորի թեկնածուների գրանցում-չգրանցումները։ Այստեղ հետաքրքիրն այդ չգրանցումներն են, այսինքն կան ինքնաառաջադրված մարդիկ, որոնց թեկնածությունը կուսակցության վարչությունը չի հաստատել, մերժել է։ Այդ ցուցակում չի հայտնվել նույնիսկ ԿՊԱ-ական падգամավոր Հայկ Սարգսյանը, առավել հայտնի շիշ բռնող մականունով, նա, որ ոչ միայն Փաշինյանի կառավարման շուրջ 8 տարիների ընթացքում միշտ նրա կողքին է եղել, այլև դրանից առաջ, երբ Փաշինյանն ընդդիմադիր էր։ Եվ հիմա այդ կարկառուն ԿՊԱ-ականի թեկնածությունը կուսակցության վարչությունը մերժել է, ինչն ակնհայտորեն ցավեցրել է Սարգսյանին, որը մտադիր է պայքարել, որ հաջորդ խորհրդարանում էլ լինի։ Հիմա ուրեմն ես ունեմ երկու ճանապարհ, առաջին գնալ տուն եւ չլինել հաջորդ ցուցակում, եւ երկրորդ բողոքարկել վարչության որոշումը իրացնելով իմ կուսակցականի իրավունքները, քանի որ
մեր կուսակցության կանոնադրությամբ բոլորդ գիտեք, որ կուսակցության անդամը իրավունք ունի բողոքարկելու կուսակցության մարմինների որոշումները։ Ես ընտրել եմ երկրորդ ճանապարհը, ես բողոքարկելու եմ վարչության որոշումը, ոչ, խնդրում եմ մի ընդհատեք, դա ընդհակառակը սա անում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ իմ գաղափարակից ընկեր Նիկոլ Փաշինյանի նաեւ համար։ Ինչու է մերժվել Հայկ Սարգսյանի առաջադրումը, ինչու է կառավարող կուսակցության վարչությունը համարել, որ Սարգսյանը չի կարող լինել նախընտրական ցուցակում։ Վարչության անդամներից ոչ մեկը չի մեկնաբանում այս հարցերը, մինչդեռ Հայկ Սարգսյանն ունի դրանց պատասխանները։ Ես իմ գործունեությամբ ճակերտների մեջ ցավացրել եմ որոշ մարդկանց, ովքեր այսօր դեռևս չեմ ցանկանում անուններ տալ։ Որոշ մարդիկ ասելով Հայկ Սարգսյանն ամենայն հավանականությամբ նկատի ունի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, որի հետ նրա հարաբերությունները անթաքույց վատ են։ Ամիսներ առաջ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա падգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցել էր կարգապահական վարույթ, որի արդյունքում վերջինիս հայտարարվել էր խիստ նկատողություն։ Պայքարելով հասել եմ արդյունքին իշահ մեր պետության, վտանգելով նաև իմ սեփական կյանքը, քանի որ մարդիկ, ովքեր միլիարդներով այն ժամանակ դնում են գումար իրենց գրպանները, ստիպված պետք է կտրեն եւ թամ պետությանը, որպեսզի այդ գումարները ծառայեն մեր ժողովրդին։ Հիմա ստացվում է, որ ես մեծ օգուտ բերելով իմ պետությանը հայտնվել եմ թիրախային իրավիճակում եւ վարչության որոշ անդամներ մեր մասից չեն գնահատում իմ գործունեությունը։ ԿՊԱ-ական падգամավորների լարված հարաբերությունների պատճառը օնլայն խաղատների հարկերը բարձրացնելու վերաբերյալ նախագիծն էր, որի նախաձեռնողը Հայկ Սարգսյանն էր։ Նա ավելի վաղ էլ ակնարկել էր, որ Ալեն Սիմոնյանը բուքմեյքերական ընկերությունների շահերն է առաջ մղում։ Եվ հիմա, երբ Փաշինյանի երբեմնի հավատարիմներից Հայկ Սարգսյանը դուրս է մնացել նախընտրական ցուցակից, սոցցանցերում քննարկում են, որ դրա պատճառը Հայկ Սարգսյանի եւ Ալեն Սիմոնյանի միջև տարաձայնություններն են։ Օնլայն կազինոների տերերը Հայկ Սարգսյանին փաստորեն դուրս թողեցին ԿՊ ցուցակից, որ ասում եմ Նիկոլի իշխանությունը օլիգարխացել է, չեք հավատում։ Նիկոլը հերթով օգտագործում է սրանց ու դեն շպրտում։ Մի օր էլ կարթնանան ու կիմանան, որ Նիկոլը թռել է երկրից ու սրանց եթիմ է թողել։ Ըստ մամուլի հրապարակումների Հայկ Սարգսյանին, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիրներից է համարվում, վարչության մեծամասնությունը դեմ է քվեարկել։ 3 հոգի է կողմ եղել։ Հայկ Սարգսյանի ճակատագրին արժանացել են նաև ԿՊԱ-ական մի քանի այլ падգամավորներ։ Վերջին օրերին կուսակցության վարչությունը չի հաստատել նաև падգամավորներ Կարեն Սարուխանյանի, Հայկ Ցիրունյանի եւ Ջուլիետա Ազարյանի թեկնածությունները, որոնք եւս միշտ աչքի են ընկել Փաշինյանին իրենց հավատարմությամբ, համենայն դեպս հայտարարությունների եւ Facebook-յան գրառումների մակարդակով։ Քաղաքացիական պայմանագրի նախընտրական ցուցակում հայտնվելու համար 380 թեկնածու է ինքնաառաջադրվել։ Թե ինչ սկզբունքով են կազմում ցուցակը, ինչ հարցեր են տալիս ինքնաառաջադրված թեկնածուներին, վարչության անդամները փակագծեր չեն բացում։ Հաջորդ խորհրդարանում իշխող ուժի կազմում լինելու համար դիմել են թե կուսակցականներ, թե անկուսակցականներ, բայց ԿՊԱ-ական չհանդիսացող անձանց համար պարտադիր է, որ նրանք ԿՊ վարչության կազմից որևէ մեկի երաշխավորությունը ստանան։ Գրանցված թեկնածուները 2026 թվականի փետրվարի 5-ը ներառյալ պետք է վճարեն առաջադրման վճար։ ԿՊԱ-ականները 500,000 դրամ, իսկ ոչ կուսակցականները 1,500,000 դրամ։ Ինստաֆեսի այս թողարկման համար առանձնացրել էինք այսքանը։ Շնորհակալություն։